Հայաստանի Հանրապետության հարգելի բնակիչներ, հարգելի արցախցիներ, հարգելի հետևորդներ, ես բավականին շատ հարցեր եմ ստանում կապված այն բանի հետ, թե ինչու չեմ ակտիվորեն մասնակցում արցախցիների կողմից իրենց սոցիալական խնդիրների լուծման ուղղված այս պայքարին։ Ուստի այս կապակցությամբ որոշել եմ հրապարակավ հայտարարել ու պարզաբանել, որ ես չեմ կիսում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ չպայքարելու որևէ գաղափար։ Հայաստանի Հանրապետությունում առանց քաղաքական ակտիվ պայքարի սոցիալական որևէ խնդիր լուծում, այդ թվում նաև հավաք կազմակերպելու միջոցով ես համարում եմ իմաստազուրկ։ Այլ խոսքով հաշվի առնելով այն, որ 2025 թվականի մարտի 29-ին կազմակերպված հավաքի եւ դրանից բխող հետագա ակցիաների ու գաղափարների ու արշավների հիմնական իմաստը սոցիալական է կամ հիմնական գաղափարը սոցիալական է, իսկ սոցիալական որևէ խնդրի լուծում առանց ակտիվ քաղաքական պայքարի ես համարում եմ իմաստազուրկ, ուստի պայքարին ակտիվորեն չեմ մասնակցում։ Ես հաջողություն եմ մաղթում պայքարի բոլոր մասնակիցներին եւ իմ մասնագիտական հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ աջակցել նրանց, սակայն անձամբ ես Հայաստանի Հանրապետության իշխանությունների սոցիալական որևէ ակնկալիք չունեմ, որովհետև ես վստահ եմ, որ 50,000-ների խնդիր թեկուզ լուծելով կամ սոցիալական այլ ծրագրեր իրականացնելով նրանք հետապնդելու են բացառապես արցախցիներին լրացնելու նպատակ։ Այո, սոցիալական խնդիրների լուծումը եւ բնակարանային խնդիրների լուծումը այս պահի դրությամբ կարեւոր է, սակայն կարծում եմ արցախցիները սպարտավոր են առաջնորդվել ավելի առանցքային կամ ավելի առաջնային գաղափարներով, ինչպիսին է Արցախցու վերադարձը, ինչպիսին է գերիների խնդիրը եւ ինչպիսին է Արցախցու ներկայիս կարգավիճակը։ Կրկնում եմ, սոցիալական խնդիրները կարևոր են, սակայն սոցիալական խնդիրների լուծում պահանջել այն իշխանություններից, ովքեր իրենց բաց քաղաքականության համատեքստում հրաժարվում են արցախցի զինծառայողների բնակարանային ապահովման կարիքները լուծելուց, ովքեր հրաժարվում են արցախցիների չօգտագործված արձակուրդները վճարելուց, զինծառայողների մասին է խոսքը գնում, ովքեր հրաժարվում են արցախցի զինծառայողների շաբաթ, կիրակի եւ հանգստյան օրերով ծառայության ներգրավելու դիմաց վճարները վճարելուց, անտրամաբանականը եւ իմաստազուրկ։ Սոցիալական խնդիրների լուծում պահանջել այն իշխանություններից, ովքեր բարի բուն իմաստով հափշտակել են արցախցիների կൂട്ടակային կենսաթոշակները, անտրամաբանականը եւ իմաստազուրկ։ Սոցիալական խնդիրների լուծում պահանջել այն իշխանություններից, ովքեր հրաժարվել են բենզինի պայթյունի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներին որևէ կարգավիճակ տալուց, անտրամաբանականը եւ իմաստազուրկ։ Սոցիալական խնդիրների լուծում պահանջել այն իշխանություններից վերջապես, ովքեր Արցախը պաշտոնապես համարում են Ադրբեջանի մաս, անտրամաբանականը եւ իմաստազուրկ։ Անգամ եթե հեքիաթային ժանրի համատեքստում կամ հեքիաթային ժանրում մենք պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրապես լուծել են արցախցիների հուզող բոլոր սոցիալական խնդիրները, միևնույն է, ես նրանց չեմ ընդունելու եւ շարունակելու եմ պայքարել նրանց դեմ, շարունակելու եմ պայքարել հարյուրավոր կամ հազարավոր ապօրինի քրեական վարույթների, ապօրինի կալանավորված հազարավոր քաղաքացիների եւ վերջապես վերջերս շատ լայն տարածում ստացած խոշտանգումների պատճառով եւ այդ խոշտանգումների կապակցությամբ դրսեւորված վերաբերմունքի պատճառով։ Պարզ օրինակ Տիգրան Ուլուբաբյանի դեպքը։ Ես շարունակելու եմ պայքարել Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ այս դրսեւորված վերաբերմունքի պատճառով։ Ինձ համար Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից Արցախցու նկատմամբ կատարվող որևէ գործողություն անընդունելի է։ Եվ ես վստահ եմ, որ Արցախցում նրանք հետապնդում են այս կամ այն սոցիալական ծրագիրն իրականացնելով, նրանք հետապնդում են բացառապես արցախցիներին լրացնելու նպատակ։ 50,000-ների ծրագիր իրականացնելով, բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելով, վստահ եմ, որ նրանք հետապնդում են բացառապես արցախցիներին լրացնելու նպատակ։ Էլ ինչ խոսք այն մասին, որ այս պահի դրությամբ անգամ չեն իրականացնում այդ ծրագրերը, բայց անգամ իրականացնելու պարագայում նրանք հետապնդելու են լրացնելու նպատակ։ Եվ հաշվի առնելով քիչ առաջ իմ կողմից վկայակոչված հանգամանքները, ես անընդունելի եմ համարում Արցախցու պայքարը դիտարկել միայն սոցիալական։ Ես կարծում եմ Արցախցին պարտավոր է, անգամ պարտավոր է ցուցաբերել քաղաքական ակտիվություն եւ ակտիվորեն պայքարել Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ արժանացած վերաբերմունքի պատճառով, մինչ այս պահ արժանացած վերաբերմունքի պատճառով։